Ողջույն սիրելիներս, ուզում եմ ձեր հետ կիսվել մի հետաքրքիր փորձով։ Փորձը անցկացրել եմ ինձ վրա, այսինքն դա ստեղծվել է ինձանով։ Ես այդ փորձը կատարել եմ, որտև դրա կարիքն եմ ունեցել։ Շարժառիթը եղել է այն, որ ես ստանում էի քիմիաթերապիա ու էներգիա չունեի։ Քիմիան սպանում է ոչ միայն հիվանդ բջիջները, այլ նաև կենսունակ առողջ բջիջները։ Իսկ ինձ պետք էր էներգիա։ Ես այդ էներգիան սկսեցի հավաքել բնությունից, բնության տարերքներից։ Դուրս էի գալիս, զբոսնում էի, խոսում էի ծառերի, ծաղիկների, թռչունների հետ։ Ուղղակի ձեռք էի տալի թփերին, ծառերին, հողի հետ շփվում էի։ Բայց ամենակարևորագույն վարժանքը, որ կատարեցի ու պարբերաբար կատարում էի, դա արևից էներգիա վերցնելն էր։ Շատ հետաքրքիր մի փորձառություն ունեցա առաջին անգամ ու ազդեցությունից զարմացած փորձեցի հաջորդ օրը։ Այդպես մի քանի օր, հետո որոշեցի ոչինչ չանել, տեսնելու արդյոք դա պատահականություն է, թե օրինաչափություն։ Ուրեմն ամեն առավոտ լուսաբացին, երբ արևը նոր է ծագում, դեռ առաջին շողերը չգցած կանգնում ենք, լավ կլինի դրսում լինենք, բայց եթե դրսում չենք, ուղղակի բաց պատուհանի առաջ կամ այնպիսի դիրքով, որպեսզի տեսնենք արևածագը։ Ես հիմա ձեզ ցույց կտամ այդ պահը, թե ինչպես դա անել։ Ես վերցնում էի այդ էներգիան արևի շողի, դնում էի ճակատիս մեջտեղը կամ աչքերիս բիբերի մեջ, այսպես հերթով, պատկերացնում էի, որ այդ լույսը գնում է իմ ներսը, տարածվում է իմ մարմնում։ Շտապեցի մի փոքր, սկզբից ես բարևում էի արևին, ձեռքերս այսպես բացելով, բարևում էի, ողջունում էի արևին ու շնորհակալ էի արևին, որ շողում է իմ համար, շնորհակալ էի, որ ես իմ աչքերը բացել եմ ու տեսնում եմ այդ գեղեցկությունը, ես հիացմունքի մեջ էի, ամեն օր ինձ թվում էր, թե ես նոր եմ ծնվել, արևին դուրս գալու պես, ամեն օր կարծես ես ծնվում էի, երբ արևը դուրս էր գալի, խավարից դուրս էր գալի արևը, սպասում էի արևածագին ու առաջինը այսպես բարևելով, խորը շնչելով, դա բնական երևույթ է։ Ես վերցրեցի այսպես, ես հիմա ցույց կտամ արևի շողը, ինչպես վերցրեցի։ Ուրեմն նայում ենք արևին, այսպես այս մի փոքրիկ շողը այսպես վերցնում էի, արևի շողը ու փոխանցում էի, ուղիղ բերում էի, դնում էի ճակատիս վրա, ուղղակի ցնում էի արևի շողը, այսպես, առաջին շողը, որ դուրս էր, հիմա իհարկե երեկո է, երևի ժամը 6-ը կլինի արդեն, արևը արդեն գնում է դեպի մայրամուտ, չնայած էլի լավ շողում է, այդ շողքը վերցնում ենք, դնում ենք ճակատին կամ աչքերին։ Ու այդ էներգիան լցվում էր իմ մեջ,